մի քանի թիվ ասեմ ինտենսիվ գյուղատնտեսությունից։ Ուրեմն գյուղատնտեսության մեջ, ինտենսիվ գյուղատնտեսության մեջ բոլոր ցուցանիշները առանց բացառության, բոլոր ցուցանիշները, որոնք որ 21-26 թվականների կառավարության ծրագրով սահմանված է եղել, 25-ի արդյունքում կատարված է։ Բոլոր ցուցանիշները, որոշները կրկնակի, եռակի եւ ավել։ Բերեմ մի քանի օրինակ։ Օրինակ, յուրաքանչյուր տարի 1000 հեկտար ինտենսիվ այգու հիմնում, 4.5 տարում 4516 հեկտար։ Ցուցանիշը դրված է, կատարված է։ Այս տարվա առաջի կիսամյակի արդյունքներով կլինի բարձր գերակատարում։ Ոռոգման արդիական տեխնոլոգիաներով ոռոգելի հողատարածքները պետք է ավելանային 21-26 թվականներին 3000 հեկտարով։ 25 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ արդեն 7000 հեկտարով ավելացել է։ Այսինքն, այս պահի դրությամբ արդեն ավելի քան գրեթե 2.5 անգամ, ավելի 2.2 անգամ պլանը կատարված է։ Ջերմատնային տնտեսություններ, տարին մինչև 10 հեկտար, ուրեմն արդեն իսկ հիմնվել, այսինքն պետք է հիմնվել 45 հեկտար ենթադրվում է 4.5 տարում, մոտ 80 հեկտար հիմնվել է, այս տարի մի քանի տասնյակ հեկտար էլ կմտնի շրջանառության մեջ։ Ուրեմն տարեկան շուրջ 500 միավոր գյուղտեխնիկայի ձեռքբերում, այսինքն դա պետք է ստացվեր, որ 5 տարում 2500, մոտավորապես 2200 գյուղտեխնիկա պետքա, 2250 գյուղտեխնիկա պետքա 4.5 տարում լիներ, արդեն 3969, այսինքն այս ցուցանիշը եւս կրկնապատիկ ավել կառավարության դրած թիրախից։ Տարեկան շուրջ 250 միավոր ագրոմշակման սարքավորում, այսինքն 5 տարում պետքա լիներ 1250 կամ 4.5 տարում 1100-ից մի փոքր ավել։ 4.5 տարում 2832, այսինքն այս ցուցանիշը 3 անգամ ավել կառավարության դրած թիրախից իրականացվի։ Տարեկան ուրեմն 10-ից 15%-ով տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավել, էլի, այսպես, եւ այսպես շարունակ, ուրեմն թվայնացման եւ այլ ցուցանիշներով։ Եթե նայում եք, արդյոք այստեղ կառավարությունը դերակատարում թե չէ, ակնհայտ ունի, նայեք գյուղատնտեսության ոլորտում կառավարության ներդրումները շարունակաբար ավելանում են։ Թե 21 թվականին օրինակ 25 միլիարդ էր, հիմա 42 միլիարդ է, ընդ որում Էլ ավելի վատ պատկեր է, եթե գնանք 18 թիվ, 17 թիվ, այսինքն եթե հիմա օրինակ կրկնապատկվել է 21-ի նկատմամբ, այդ թվերի նկատմամբ ասենք եռապատկվել, քառապատկվել եւ այսպես շարունակ։ Մեկ օրինակ կարող եմ բերել 17 թվականին օրինակ էկոնոմիկայի նախարարության փաստացի կատարողականը եղել է 11.9 միլիարդ դրամ, այսինքն բյուջեն եղել է 11.9 միլիարդ դրամ, այս տարի մեր եւ 95% կատարողական, այս տարի մեր կատարողականը 76.8 միլիարդ դրամ է կամ 97.2, ընդ որում սա մեր այդ բան ոչ թե այսպես ասած սկզբի նկատմամբ էլի նկատի ունեմ ոչ թե փոփոխությունները արված, երբ որ ի վերջո կարող ենք 100-ել այդ դեպքում դարձնել։ Չէ, ասում ենք, այդ սկզբից ասել ենք այդքան, դրա նկատմամբ 97 եւ ավել տոկոսա մեր կատարողականը, այսինքն մենք ոչ թե ճշգրտումների նկատմամբ ենք, իմ համար օրինակ ոչ թե ճշգրտվածն է ցուցանիշ, այլ էս ենք պլանավոր է անենք այդ պլանավորվածի նկատմամբ, ոչ թե 100 մետր ենք պլանավորել անենք ինչ-որ մի բան, որ ուրեմն 100-ի նկատմամբ արել ենք այդ 100-ը։ Եթե արել ենք 97, ուրեմն ոչ թե օրինակ վերջում գրենք 96 պիտի արվեր ու մի հատ էլ ասենք 101% արեցին կամ 102։ Եվ նայեք գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի ծավալը։ Եթե 21 թվին 257 միլիարդ է 258 միլիարդ, արդեն 380 միլիարդ է։ 1 միլիարդ դոլարից ավել վարկ կա տրամադրված գյուղատնտեսության ոլորտում։ Դա նշանակում է, որ գյուղատնտեսությունը ինտենսիվ գյուղատնտեսություն է, շահութաբեր է, որովհետև ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվում են բիզնեսմենները, գործարարները։ 1 միլիարդ դոլար վարկ են վեկալել դրել գյուղատնտեսության մեջ։ Այդ նշանակում է ինքը բարձր, ինքը նշանակում է ինտենսիվ գյուղատնտեսությունը, խելացի գյուղատնտեսությունը, ինքը եկամտաբեր գործ է, որ մարդիկ, գործարարներ, բիզնեսմենները 1 միլիարդ դոլար գումար են վարկ են վերցրել եւ դրել են դրա մեջ ու տեսնում եք այդ ծավալները անընդհատ ավելանում են։ Իսկ այստեղ այդ վարկերը իրանք անուղղակի նաեւ ներդրումների շատ ուրեմն խոսուն ցուցանիշ են։
Գյուղտեխնիկայի լիզինգը էլի ասեցի, որ ուրեմն 500 մեկ տարում տյանայինք 500-ը մեկ տարում այլենք 1219, այսինքն մեկ տարում ավելի, այսինքն 2.5 անգամ ավելի շատ է գյուղտեխնիկայի լիզինգի պլանը կատարվել։ Ուրեմն ագրոպարենային ոլորտի սարքավորումներ 250 տրամադրել ենք, կառավարությունը ասել է, եթե 250 տարեկան անենք, դա լավ ցուցանիշ է։ Մենք 420, այսինքն այդքան ենք մենք մեր ծրագրով ազգային ժողովում հաստատել, այդքան է եղել նախընտրական խոստումը, մեկ տարում 422։ Այսինքն գրեթե մոտ 70%-ով ավել նախանշված դրված թվից։ Ուրեմն խաղողի մթերման ծավալները անցած տարի 164,200 տոննա խաղող է մթերվել, որևէ բողոք չի եղել, այս տարի մթերվել է 200,000 եւ էլի բողոք չի եղել։ Նույնիսկ շատ մեծ ցանկության եւ հրահարումների արդյունքում բողոք չի եղել, որովհետեւ բոլոր 200,000 տոննան մինչեւ վերջ մթերվել է, ավելին ասեմ, վերջում որոշ մեր հայրենակիցներ զանգել են ինձ ասել են մեկ օրինակ զիլ մեքենա այգու տակից հատիկներ ենք հավաքել, դա կարող ենք մթերել, զանգել են գործարաններին, դա էլ ենք մթերել։ Այսինքն Հայաստանում չի եղել մի հատիկ խաղող, որը չի մթերվել եւ աճը 21.8%, այսինքն այս տարի 21.8% ավելի շատ խաղող ենք մթերել, քան անցած տարի, այս տարի գինը եղել է ավելի բարձր, քան անցած տարի եւ 24 թվականի խաղողի մթերման հետ կապված խնդիր չի եղել, 25-ին էլ չի եղել, 26-ին էլ չի լինելու։ Ուրեմն կոնյակի սպիրտի արտահանման ծավալները աճել են 13.7%-ով։ 10.9 միլիոն լիտրից 12.4 միլիոն լիտր հասնելու, սա է պատճառը, որ նա կարողացել ենք մթերում անել։ Ինտենսիվ այգիները 1000 հեկտար պետք է մեկ տարում կառուցվեր, 1365 հեկտար։ Ընդ որում ասեմ ձեզ, այս 1365-ը իմ բծախնդրության հետևանքով ա եղել, որովհետև ես գնացել եմ, օրինակ, ընդհանրենք 2000 հեկտար ասել եմ պատրաստ է, մոնիտորինգը գնացել եմ, մի 500 հեկտար չի հաստատել, հետո ես եմ գնացել մանեկել, մի 100-150 հեկտար էլ ես չեմ հաստատել։ Այսինքն այն որ այստեղ մի ծառ չորացած է, ասել եմ գնաք այս ծառը նորից կվերատնկեք, կկպնի, նոր կգաք ձեր գումարը կտանք, նոր կգաք կհաշվառենք։ Այստեղ քարը լավ չեք մաքրել, այս քարերը կմաքրեք, նոր կգաք ձեր գումարը կտանք։ Այսինքն այս որ այգին չկա։ Ուղղակի ուզում ենք իդեալական կատարյալ այգիներ լինեն, նոր ուրեմն գումարը փոխհատուցումը տալիս են։ Էլի ուրեմն հիմնված ինտենսիվ հիմնված այգիները 1000 հեկտար եւ ավել միայն 24 եւ 25 թվականին է հիմնվել, իսկ 25-ը բնականաբար ամենաբարձր ցուցանիշն է այս առումով ուրեմն եղել։ Եվ որի արդյունքում բազմամյա տնկարկները 18 թվականի նկատմամբ 18.6%-ով աճել են։ Եթե 18 թվականի 35.3 հազար հեկտար էր բազմամյա տնկարկները, այսօր Հայաստանում արդեն մոտ 42,000 հեկտար բազմամյա տնկարկներ ուրեմն կան եւ սա էլ այդ մեր կառուցվածքն է։ Էլի ջերմատնային տնտեսություններն է, տեսնում եք լավագույն ցուցակ նշանորից ուրեմն 25 թվականին է արձանագրվել թիրախից 2.6 անգամ ավելի բարձր ցուցանիշը արձանագրվել իրականացրել ենք նաև բուսաբուծության աջակցության ծրագիր, որը ինքը մասամբ ինտենսիվ ծրագիր է, այն իմաստով, որ մարդկանց, եթե իրենք ինտենսիվ ներողություն, բարձր որակի սելեկցիոն սերմերով ցանկ են իրականացրել, կառավարությունը 50%-ով ծախսերը սուբսիդավորել է իրենց եւ դա է պատճառը, որ մենք տեսնում ենք, որ 24 թվականի ուրեմն նաև այս ծրագրի ուրեմն հետևանքով ըստ էության 5000 հեկտարով ավելացել են մշակվող հողատարածքները բուսաբուծության ոլորտում, միայն այս ոլորտում մեկ տարվա ընթացքում ուրեմն իրենք ցանկատարությունները ըստ էության ավելացել են, հաջորդիվ գինու մասին մի փոքր, գինու արտահանման գումարային աճը 13% է, այսինքն եթե համեմատենք 25-ը եւ 24-ը 13%-ով ավելի շատ գինի ենք ուրեմն արտահանել դոլարային արժեքով, դրամային արժեքով ես նկատի ունեմ, որովհետեւ նաեւ սա ինչու է կարևոր, որովհետեւ մենք
միջազգային շուկաներում որոշակի փոփոխություններ է տեղի ունենում գինու սպառումը ընդհանուր առմամբ մանկում է ապրում, բայց մեր գինու արտահանումը շարունակաբար աճում է։ Դա շատ կարևոր է, որ գինու սպառումը աշխարհում որոշակի անկումային process-ների մեջ է, բայց մենք շարունակում ենք գինին ավելի շատ վաճառել, արտահանել։ Դրա փոխարեն գինու տուրիզմն է շարունակաբար աճում։ Դա է պատճառը, որ մենք արձագանքում ենք նաև համաշխարհային տենդենսին եւ տեսնում ենք, որ այսօր աշխարհում գինու տուրիզմը շարունակաբար աճում է եւ կառավարությունը մտադիր է մի քանի տասնյակ միլիոն դոլար ներդրում անել Եղեգիս եւ Արենի համայնքներում եւ մենք ստեղծելու ենք գինու եւ ագրոտուրիզմի կլաստեր Եղեգիսում եւ Արենիում եւ դա նա համար է որ մենք ոչ միայն գինի արտադրենք ու արտահանենք վաճառենք, այլ նաեւ զբոսաշրջիկը գա Հայաստան եւ մեկ բաժակ գինու համար վճարի օրինակ այնքան ինչքան մեկ շշի համար է նախատեսված, որովհետեւ գինու տուրիզմը հենց դրանով է հետաքրքիր եւ ինքը զարգացում է, այսինքն նույն զբոսաշրջիկը հիմա ավելի շատ հակված է պայմանական $5 վճարել, ոչ թե խանութից առնել մեկ շիշ գինի, այլ ինքը հակված է այդ նույն $5 օրինակ վճարել եւ գինու տուրիզմի քարանձավում կամ համտեսրահում մեկ բաժակ խմել։ Սա նաեւ այս տենդենսն է, այս հետազոտությունն ենք իրականացրել ու մեր գործողությունները նաեւ այս առումով համապատասխանություն ենք դրանց թվայնացման մասով լիքը աշխատանք են կարել, ես հիմա շատ չեմ խոսի դրանց մասին, անասնաբուծության մեջ եթե նկատում եք տեսեք ուրեմն մսի արտադրությունը ավելացել է 7.3%-ով 25-ին 24-ի նկատմամբ, ուրեմն կովերի միջին կաթնատվությունը 25 թվականին շատ ավելի բարձր է եղել, քան 24 թվականին, տեսնում եք ուրեմն նորից տենդենսը շարունակաբար ավելանում է, եթե 2567 կիլոգրամ, այսպես է իրենց հաշվարկը, հա, կիլոգրամ էր, ուրեմն հիմա արդեն 2610-ի է դարձել, այսինքն այդ ինչի հաշվին է, երկու բան։ Հիմնական հաշվին է, որ մեր աջակցության ծրագրերով մենք տոհմային կենդանիներին, օրինակ, ինչ ենք անում, ասում ենք, եթե դու գնում ես տոհմային անասուն ես ձեռք բերում, 30-ից 40% այդ փողի պետությունը քեզ քեշբեքով տալիս է։